քանի որ հարցերը շատ են հերթով արձանագրենք տիկին Կամայևնա ջան համեցեք։ Շնորհակալ եմ շատ։ Տիկին Մանասյան, շնորհակալ եմ ձեր կատարած աշխատանքի համար, աշխատակազմի։ Այսօր որոշել եմ մի քանի հարց տալ, այդ հարցերը ոչ թե նրա համար են, որ աշխատանքներ չեն կատարել, այլ ընդհակառակը գիտեն, որ մեզ լսում են հասարակության տարբեր շերտեր, այդ իսկ պատճառով եւս մեկ անգամ ուզում եմ հնչեցնել այն հարցերը, որոնք գուցե ինձ են մտահոգում հասարակության լայն շերտերին։ Տեսեք, առաջին հարցս. վերջին շրջանում աճել են ատելության խոսքի եւ կիբերբռնության դեպքերը սոցիալական ցանցերում։ Հարցս. ինչ քայլեր է ձեռնարկում մարդու իրավունքների պաշտպանը նման երևույթները կանխելու եւ քաղաքացիների արժանապատվությունը պաշտպանելու ուղղությամբ։ Դուք գիտեք, որ իրոք շատացել են այդ դեպքերը։ Երկրորդ հարցս. որոնք են ձեր կարծիքով այս պահին Հայաստանի Հանրապետությունում մարդու իրավունքների պաշտպանության ոլորտի ամենասուր եւ առաջնահերթ լուծման ենթակա խնդիրները։ Խնդրում եմ այս երկու հարցերին պատասխանեք, արձագանքից հետո ես եւս երկու հարց կտամ ձեզ։ Շնորհակալ եմ անչափ Տիկին Ղազարյան, շատ կարևոր հարցերի անդրադարձակ, ատելության խոսքի, կիբերբռնության, բուլինգի եւ այլ հարցերի առումով հատուկ արձանագրեմ, որ իհարկե կարծում եմ այս լսարանում բոլորն են տեղեկացված այն մասին, որ մարդու իրավունքների պաշտպանը ունի գործնականում ուղղակիորեն գործիքներ կիրառելու մեթոդաբանություն այս խնդիրները լուծելու ուղղությամբ եւ իր մեթոդաբանությունը հիմնականում հանգում է նրան, որ բացահայտում է խնդիրները, հրապարակային խոսում է դրանց մասին, պահանջում է իրավասու մարմիններից այդ խնդիրների լուծում եւ իրավունքների խթանման մանդատի համատեքստում, թե իրազեկման աշխատանքներ ենք իրականացնում, թե մարդու իրավունքների կրթության միջոցով ենք փորձում խնդիրները լուծել, բայց հատուկ արձանագրեմ, որ ատելության խոսքի առումով Հայաստանում իրականում միջավայրը ընդհանրապես ընդունելի չէ, որովհետև ծավալները ոչ թե պարզապես շատ են, այլ ծավալներն այնպիսին են, որ երևի թե բացառիկ դեպքերում կարող ենք խոսել դրա բացակայության մասին եւ օրինաչափությունը հակառակը ատելության խոսքի արկայությունն է, նույնիսկ այսպես ըստ հանրային գործիչների խմբերի, քաղաքական դերակատարների կարող ենք տարանջատել ատելության խոսքի այն տեսակները, որոնք կոնկրետ դերակատարները տարածում են։ Այս առումով կարծում եմ ես բազմիցս եմ ոչ միայն հրապարակային խոսել, այլ նաև մեր միջազգային գործընկերների եւ պետական մի քանի մարմինների հետ համագործակցությամբ կարողացել ենք նաև համապատասխան միջոցառումներ իրականացնել, կազմակերպել միջազգային գործընկերների հետ համագործակցությամբ մենք սկսել ենք թիրախավորել տարբեր խմբերի ատելության խոսքի կանխարգելման ոլորտում ոչ թե պարզապես իրազեկվածությունը բարձրացնելու, այլ ընդհանուր հարթակներ ձևավորելու համար, որոնք կարող են աշխատել այս խոսքի դեմ պայքարին առնչվող հարցերում, մասնավորապես լրագրողների խմբերի հետ ենք աշխատել եւ ունեցել ենք բազմապիսի քննարկումներ, վերապատրաստումներ լրագրողների հետ, ուզում եմ հատուկ շնորհակալություն հայտնել նաեւ լրագրողական համայնքին, որ անկախ նրանից թե ինչ տիպի լրատվամիջոց են ներկայացրել, գրեթե բոլորը համաձայնություն են տվել մասնակցելու եւ շատ կառուցողական մասնակցել են քննարկումներին։ Հատուկ խումբ առանձնացրել ենք ակադեմիական ոլորտի ներկայացուցիչներին, որովհետեւ կրթական համակարգում եւ ակադեմիական ոլորտի ներկայացուցիչների կողմից այս խոսքի տարածման դեպքերը նույնպես չափազանց մեծ ծավալ են կազմում եւ առավել մտահոգիչ են, քանի որ մի բան է, երբ օրինակ քաղաքական գործիչն է իր քաղաքական շահերից ելնելով ատելության խոսք տարածում, մեկ այլ բան է, երբ մասնագիտական ակադեմիական համայնքները եւ նաեւ վերջերս համատեղ միջոցառում ունեցանք նաեւ ազգային ժողովի падգամավորների հետ եւ սա էլ կարծում եմ շատ կարեւոր նախաձեռնություն էր ու գրեթե մեր բոլոր հանրային իրազեկման աշխատանքներում եւս մենք ունենք հարցին առնչվող պարտադիր անդրադարձեր, նաև հետազոտություն ենք հրապարակել ատելության խոսքին առնչվող գործերի քննության հետ կապված, հատկապես եթե համապատասխան հանցակազմի մասին ենք խոսում, ես ինքս պարբերաբար խոսում եմ նաև այս հանցակազմի հետ կապված ոչ այնքան ճիշտ մեթոդաբանություն կիրառելու մասին, այդ թվում իրավապահ մարմինների կողմից Հայաստանի Հանրապետությունում կան մի շարք դեպքեր, որոնք ես կարծում եմ, որ առնվազն պետք է քրեա իրավական գնահատականի նաև արժանանան հատկապես կոնկրետ
խմբերի խոցերի վիճակում գտնվող խմբերի թիրախավորելու առումով եւ այլն, այս առումով ես չափազանց կարեւորում եմ բոլոր դերակատարների կառուցողական ներգրավվածությունը։ Ինչ վերաբերում է մարդու իրավունքների պաշտպանության ոլորտի ամենաարդիական խնդիրներին, կարծում եմ Հայաստանում հատկապես այս պահին արդիական են քրեական բարույթի շրջանակներում իրավունքների երաշխիքների հետ կապված հարցերը եւ այս առումով ես պարբերաբար բազմաթիվ խնդիրներ եմ արձանագրում եւ կարծում եմ, որ մեր նաեւ հրապարակային հաղորդակցության ծավալն էլ ցույց է տալիս, որ այս առումով մենք իրապես շատ մեծ ուշադրություն այս փուլում հենց ոլորտին դարձնելու կարիք ունենք, որովհետեւ խնդիրները բազմաթիվ են, շատ կարեւոր է մշտապես Հայաստանում իրավահավասարության եւ հակախտրականության ոլորտը, որտեղ իրականում ամբողջությամբ ձևախեղված ընկալումների եւ շատ ձևախեղված պրակտիկայի վիճակ է, հետեւաբար այս ոլորտը միանշանակ պետք է պատշաճ կանոնակարգման ենթարկել, ընդ որում այս համատեքստում նաև կրոնական ազատությունների եւ այլ հարցերը պետք է բնականաբար ուշադրության կենտրոնում լինեն եւ իհարկե ազատությունից զրկման վայրերում իրավունքների պաշտպանության հետ կապված հարցեր, հոգեբուժական հաստատություններում զինված ուժերում իրավունքների պաշտպանություն, բռնի տեղահանված անձանց իրավունքների պաշտպանություն, որը եւս արդիական է, բայց երևի թե այլ դետալների մեջ չմտնեմ, սրանք կհամարեի ամենաարդիական խնդիրները։ Շնորհակալ եմ։